Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ են տեսնում եւ ակտիվ ներգրաված են կանխելու ռազմական բախումը։ Մայիսի 22-ին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Վաշինգտոնի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանում էր կոնգրեսականների հարցերին, որոնք ասում էին, թե Հայաստանը սպասում է Միացյալ Նահանգների օգնությանը։ Հետաքրքրվում էին, արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է շրջանցել 907-րդ հոդվածը, որն արգելում է Բաքվին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրել։ Մայիսի 22-ին Բաքվում գործող Կովկասի մահմեդականների կայացած նիստի ընթացքում որոշվել է Երևանի մասնաճյուղ Ղազիաթ ստեղծել։ Ապագործակալության տեղեկություններով նիստին, որը նախագահում է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեխուլ Իսլամ Ալաշքյուր Փաշազադեն, մասնակցել են մի շարք բարձրաստիճան շիա հոգևորականներ, պատգամավորներ, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Armenpress-ի հարցինի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ-խոսնական Անի Բադալյանը, արձագանքելով նախորդին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Ալիևը նշել էր, թե առանցքային է իր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելու կամ, ինչպես ինքն է ասում, դա ձևակերպում նաև վերադարձի հարցը։ Մայիսի 22-ին ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյա Շարլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1924 թվականին Փարիզում հայ գաղթականների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեր Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը «Ես հարբած եմ» Ժորժ Ունիերի կատարմամբ արժանացել է տարվա ձայնապնակ մրցանակին, սակայն Ազնավուր կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին Փարիզի Օլիմպիադա դահլիճում հաջող ելույթից հետո։ Ազնավուրը իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով, հեղինակել ու համահեղինակել ավելի քան 1000 ստեղծագործություն։ 1995-ին ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային եւ անագիտական ատյաններում։ Ամերիկաբնակ հայտնի рэփեր Սուպեր Սաքոն մայիսի 22-ի կեսգիշերին Մեքսիկայից շտաբ Երևան է տեղափոխվել։ Նրա մոտ սրտի ցավ եւ ծակոցներ են եղել։ Рэփերի մենեջեր Լիլիթ Գալստյանի խոսքով երգիչը անմիջապես տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ նրան սրտի անոթների ստենդավորում են կատարել։ Նա սորի բաժնում կիսվել է լուսանկարով, որտեղ երևում է, որ նրան հիվանդանոց տեսակցության է այցելել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։